ճշմարտություններից էր խոսում Արտուրը։ Ամենահավես են մարդիկ են, որ հանգիստ խոսում են խորը ճշմարտություններ։ Տեղ նստած փառք Տիրոջը, որ էլի շատ եղբայրներ ունենք, ովքեր կարողանում են Աստծո ճշմարտությունները մատուցեն գեղեցիկ ձևով։ Շատ լավ։ Ես հավատում եմ, որ այս տարի 2026-ին Աստծո զորությունը կկառուցվել Բեթելում, մարգարեականը կկառուցվել Բեթելում։ Ամեն։ Ու մենք միասին իրար հետ ամեն մեկս մեր մասը կանենք, մեր կառույցը կկառուցենք, մեր քարը կդնենք, մեր պարգևով, մեր բնավորությամբ, մեր ձևով։ Բայց մինչև սկսենք կառուցել, ինչ ենք կառուցում, ինչպես ենք կառուցում, ես ուզում եմ այսօր խոսեմ, ինչպես չենք կառուցում։ Մինչև չհասկանանք ինչպես չենք կառուցում, չէ, երբեմն ինչ-որ բան անելուց առաջ հասկանում ես ոնց ես չես անում։ Ինչ-որ մեկը սովորում է մետլա խփել, սկզբից ասում են, այս սենց մի արա, ու հետո ասում են, արա այս սենց ու սենց։ Ցեխը ամբողջությամբ պետք չի քսել, պետք է սանրով քսել, որ հետո կողքերից դուրս չգա։ Դրա համար կարծում եմ այսօրվա ուղերձը մեր համար կլինի նման սերմնացանի առակին, որ Հիսուս ասում է, եթե այս առակը չհասկանաք, մնացած ոչ մի բան չեք հասկանա։ Ես ուզում եմ այսօր մենք իրար հետ շատ չեմ խոսելու, կարճ կխոսեմ, բայց ուզում եմ դու կենտրոնանաս այսօրվա ուղերձի վրա, փորձես հասկանաս այսօրվա ուղերձը, չխուսափես, նայես քեզ, որտեվ այսօր ես խոսելու եմ ներսի բաներից, այն ամենից ինչ որ ներսում է ու ինչը մեզ խանգարում է կառուցել արքայությունը։ Ու հետո մենք խոսենք 4 կաչեստվա, որը որ օգնում է կառուցել ու հետագա ծառայություններին ամեն ծառայության խոսանք մի որակից, որից մեկը նաև ասում է, որ այսօր Արտուրը խոսեց։ Այնքան եւ հետաքրքիր է եւ տխուր է, երբ որ Աստծո երկյուղի հրեշտակը եկեղեցում անտեսված է։ Այսօր մենք որոշակի կնայենք ինչի, ինչն է պատճառը։ Ես երեք 2 անգամ քարոզել եմ, այս քարոզը այսօր մի անգամ քարոզել եմ ինքս ինձ։ Հիմի 4 անգամն եմ քարոզում։ Դրա համար ուզում եմ բառերս ճիշտ ընտրեմ, որպեսզի ամբողջ խորհուրդը խոսքի փոխանցեմ քեզ։ Սկզբից ուզում եմ խոսեմ այն ամենի մասին, թե դու ինչ ես բերել եկեղեցի քո հետ։ Ամեն մեկս մենք մի բան բերում ենք մեր հետ եկեղեցի։ Մի քանի բան, մի բան։ Ու այն ինչ որ մենք բերում ենք եկեղեցի, դրանց մեջ կան շատ լավ բաներ, բայց կան նաև բաներ, որոնք որ մարգարեական հոգուն, շնորհքի խոսքին, գերբնականին, խորը հոգևորին հարմար չեն։ Ես ուզում եմ այսօր մենք քննենք մեր սրտերը, ոնց էր սերմնացանի առակը, երբ որ Տեր Հիսուսը խոսում է սերմնացանի առակից։ Ինքը ասում է, որ քո սրտի հարցն է, ամբողջ հարցը ոչ թե սերմն է, հարցը ոչ թե սերմնացանն է, այլ հարցը քո սիրտն է, որ պտուղ չի տալիս։ Ես այսօր ուզում եմ մենք հետ նայենք այն ամեն ինչ որ բերել ենք ու ինքը չի կառուցում, այն ձևը, այն մտածելակերպը։ Այսօր ծառայության վերջում մենք միասին աղոթքով այդ ամենը մեզանից դուրս կվռնդենք ու կասենք Տեր թող մնա մեր ներսում միայն այն ինչ որ դու ես դրել ներսում։ Ամեն պունկ, ամեն ծիլ, որ մեր երկնային հայրը չի դրել,
Ես չեմ ուզում բերեմ քո տուն։ Ամեն որում որ ցանել է թշնամին իմ ներսում, ես չեմ ուզում բերեմ քո տուն։ Ես ուզում եմ կտրեմ ես ու գամ քո տուն պտուղներով, որտեղ որոմը ինքը նման է ցորենին, բայց պտուղ չունի։ Այսօր երկրպագության վերջի երկի ժամանակ այնքան խորն էր, Աստծո ներկայությունը այնքան քաղցր էր, բայց մի հատ հետաքրքիր մի փոքր ծիծաղալու պնդում հիշեցի, որ մեր Արսենն էր արել, ասում եմ Տեր, դու յուրահատուկ ես, ասենք ես խորը քո ներկայության մեջ կարաս մի հատ sense կլտ մի բան գցես, որ մի փոքր ծիծաղալու է նույնիսկ, բայց ուզում եմ ասեմ, ես հավատում եմ, որ Տերը իզուր չի հիշացնում, կամ ինչ որ խոսք իզուր չի տալիս։ Ես չգիտեմ Արսենը բեմից ասեց, թե Facebook-ում էր գրել, բայց մի օր մի հատ sense բան էր գրել։ Իմաստուն մարդ է մեր Արսենը։ Մի օր գրել էր, ոմանք իրանց համար խնդիրներ են սարքում, հետո այդ խնդիրները լուծելով իրանց ուսացնում են։ Ասում ես, այ ժողովուրդ, ձեզ պետք է դուք ձեր համար խնդիրներ եք սարքում սենց մեծ, հետո իրանք էլ լուծում են, թևերները քշտում են, մի 6 ամիս այդ խնդիրը լուծում են, ու վերջում իրանց մեդալը դնում են առաջի տեղ, բան ու մենք հաղթեցինք։ Էջ սարքեր այդ խնդիրը։ Երբեմն մենք գալիս ենք մեր հետ բերելով ինչ-որ բան։ Ու սենց մենք ես վեշ մեշոկով, ես բանով, ես ռյուկզակով գալիս ենք եկեղեցի։ Ու ես ռյուկզակի մեջ լիքը լավ բաներ կա, սրա մեջ պարգևներ կան, սրա մեջ բնավորության լավ գծեր կան, սրա մեջ ճիշտ ձևեր կան, բայց սրա մեջ կան բաներ, որ մենք պետք է թողենք։ Ու միգուցե անցել է 3 տարի ու կան բաներ, որ սրա մեջ է, որը որ դու պետք է եկեղեցու դռներից կողմ թողեր, բայց դու հետդ բերել ես։ Երբեք ուշ չի։ Երբեք ուշ չի արքայության համար մի քայլ առաջ անել։ Ամեն։ Այն ինչ բերել ես, դրանով էլ կառուցում ես։ Այն ձևը, ինչ բերել ես, դրանով էլ կառուցում ես։ Այն սիրտը, այն հոգին, ինչ բերել ես, դրանով էլ կառուցում ես, սիրելիս։ Ու հաճախ, երբ որ ստեղից, թե Աստծո ներկայությունը երկրպագության ժամանակ, թե խոսքը ծառայողների միջոցով լինում է, հաճախ մենք այնքան ենք կարծրացած այս մեր վեշ մեշոկով, օժիտով, որ մենք չենք կարողանում մի կողմ դնենք այն, ինչ որ բերել ենք, որը որ չի կառուցում արքայությունը, որտև մի քիչ կրոն ենք բերել, մի քիչ սխալ սիրտ ենք բերել, լավ էլ պարգևներ ենք բերել, լավ բաներ էլ ենք բերել, բայց այսօր ժամանակն է, որ կտրենք հոգևորը շնչավորից, որովհետև Աստծո խոսքը երկսայրի սուրի պես է, որ մտնում է մինչև հոգու շնչի հոդվածները, ու այսօր ժամանակն է, որ շնչավորը կտրվի քո ներսից, այն ինչ որ չի կառուցում արքայությունը, այն ինչ որ խանգարում է, որ քո ներսի այն բոլոր քաղցր պարգևները կառուցեն։ Այսօր ժամանակն է, որ դա կտրվի ու մի կողմ դրվի։ Եվ եթե ես ես ունեմ, սա չի նշանակում ես վատն եմ։ Եկեղեցում չկա վատ մեկը, բոլորդ գանձ եք, բոլորդ քաղցր եք, բոլորդ պարգևներով լցված եք, բոլորդ սիրված եք, բոլորդ Աստծո պարգևով եք, վատ մեկը Աստծո տան մեջ չկա։ Ու հաճախ մենք վախենում ենք այս հանելուց, սա խոստով անելուց, որովհետև մտածում ենք, որ կմտածեն, որ մենք վատն ենք։ Բայց չէ որ, երբ որ դու սա հանես, ոչ թե սա ցույց է տալի, որ դու վատն ես, այլ սա ցույց է տալիս, որ դու ուզում ես ավելի լավը դառնալ։ Ամեն։ Սուրբը թող ավելի սրբվի։
Սա քեզ վատը, պիղծը, անսուրբ չի սարքում, սուրբն ավելի սրբվում։ Երբ որ մենք քողարկում ենք մեր խնդիրները, ու այդ խնդիրներով հանդերձ ենք կառուցում, ինչն է պատճառը, մենք վախենում ենք սխալվելուց։ Այսօր եկեղեցին կենտրոնացած է չսխալվելու վրա, դրա համար շատերը չեն գործում, շատերն էլ քողարկում են իրանց սխալները ու չեն ընդունում։ Եկեք գործենք, նույնիսկ եթե սխալվենք, շճկվենք, կապաշխարենք, գնանք առաջ, բայց գործենք, քայլենք, չծածկենք մեր սխալները։ Վայ հանգար չսխալվեմ։ Լսի սխալվել ես, կապաշխարես, կգնանք առաջ։ Այ քողարկել խնդիրը, սա է արքայության մեջ քանդող երևույթ։ Իմ ռյուկզակի մեջ ունեմ մի քանի բան, միայն այս մի քանի բանով եմ սարքում ու գալիս եմ 3 տարի լծվում եմ ու ոչինչ չեմ վերցնում, նոր գործիք չեմ վերցնում, խոսքը ինձ չի փոխում, ներկայությունը ինձ չի փոխում, ծառայությունը ինձ չի փոխում, ես դեռ այն 3 ձևով եմ սարքում, 3 գործիքով, կարող է ես ճիշտ բան չեմ սարքում։ Այսօր եկեք թույլ տանք, սիրելի քույրեր, եղբայրներ, որ Աստծո խոսքը կտրի շնչավորը ու հանի։ Գիտեք, երբեմն այս շնչավորը այնքան նման է հոգևորին։ Այնքան նման է, այնքան լավն է թվում։ Բայց ինքը չի կարող արքայություն կառուցել։ Ու հաճախ սրա մեջ այս ռյուկզակի այսօր մենք մի քանի բան ենք խոսելու, ինչ ենք բերել, ինչա ընթացքում թշնամին մեզ հագցնում, ինչ ենք ընթացքում մենք ձեռք բերում։ Ու այս ռյուկզակի մեջ հաճախ մենք ունենում ենք ակնոցներ, գիտեք, ընթացքում ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ, դու գալիս ես, ամեն ինչ նորմալ է, եկեղեցում այդ խնդիրը չկա, մեկ էլ դու գալիս ես հոպ քո խնդիրով, քո հարցով, այդ հարցը չկար եկեղեցում, ամեն ինչ նոր, հոպ դու քո հարցով եկել ես, մեկ էլ հոպ այդ հարցը բացվեց, լսի կլինի քո հարցերը թողես եկեղեցու են վերջում նոր գաս, ամեն ինչ լավ էր, ոչ մի խնդիր չկար, ինչ որ մեկը իր խնդիրով եկավ, մեկ էլ եկեղեցում երևաց այդ խնդիրը, ամեն ինչ լավ էր, 100 հոգի իրար սիրում էին, մեկ էլ ինչ որ մեկը եկավ, ով չգիտի ինչ ասեր, եկեղեցում սեր չկա, բայց մինչև քեզ կար, մինչև քո գալը ոչ մեկ չէր նեղվում դրանից, ես եկել եմ բացահայտեմ, չէ, խնդիրը քո մեջ է, ամեն ինչ նորմալ էր, ֆինանսների հետ ամեն ինչ նորմալ էր, մեկ էլ հոպ ինչ որ մեկը եկավ ֆինանսական հարցով, ես հարց ունեմ, բոլորը գիտեն ինչ է լինում ֆինանսների հետ, ինչ է լինում, ես չգիտեմ, ծախսվում է, եղբայր, ծախսվում է, ամեն ինչ նորմալ էր, քանի դեռ դու քո խնդրով չեկար, եկեղեցին այնտեղն է, որտեղ այո մարդիկ պիտի գան իրանց խնդիրներով, բայց եկեղեցին այնտեղն է, որտեղ մարդիկ պիտի թողեն իրանց խնդիրները, լուծեն իրանց խնդիրները, ապաշխարեն այդ հարցերից ու գնան առանց դրանց։ Եթե ես գալիս եմ տարիներ շարունակ այս պարկը, ուսապարկը իմ ուսն ու չեմ ուզում հանեմ, որտեղ ես սովոր եմ, սա իմ խնդիրն է։ Ամեն ինչ նորմալ էր եկեղեցում, քանի դեռ ես չեկա իմ ուսապարկով, բամբասանքի տոպրակով իրա մեջ։ Եկեղեցում բամբասանք կա, իհարկե կա, բա ով է բամբասում, դու, որտև մինչև քո գալը չկար։
Ամեն ինչ նորմալ էր, քանի դեռ ես չկա, ինչ որ մեկի հագուստը քննարկելու, ինչ որ մեկին տալու, առնելու, վերցնելու, ուտելու, գզելու ու քրքրելու իմ խնդրով։ Սենց բան ա կատարում եկեղեցում, ես գիտեմ, բա ինչ անենք, ապաշխարի, բայց ես тут не при чем, հենց դու тут при чем։ Ու ամբողջ հարցը կայանում սրանում սիրելի որ ընդամենը մեզ պետք է սկցել մի կողմ ու վերցնել են ինչ որ Տիրոջ հոգին է սարքում եկեղեցում։ Ես հավատում եմ, որ դուք ինձ հասկանում եք, թե չեք հասկանում։ Ռիբակը видит սդալիկա, դուք հետի գիտեք, չէ։ Դուք գիտեք, որ մեղքերը իրար կանչում են։ Աստծո խոսքը ասում է երկինքը երկնքին է կանչում, բայց մեղքը մեղքին է կանչում։ Բամբասողը կանչում է բամբասող լսողին։ Լավ, իմ բառերով ասեմ, բամբասչիները իրար հետ սիրում են շփվել։ Նույնիսկ եթե իրանք տարբեր եկեղեցիներից են։ Նույնիսկ եթե ես ունենալով խնդիր, իմ խնդրի իմ հետ բերելով, հետո այդ խնդրից վառվելով ու գնալով, սիրում եմ բամբասել, ես կգտնեմ մեկին այդ եկեղեցում, որտեղից գնացել եմ, որպեսզի ռեգուլար հանդիպեմ ու իրար հետ բամբասեմ, ինչի, որտեղ մեղքը պիտի կերակրել։ Եթե դու չկերակրես մեղքը կմեռնի։ Մեղքը ուզում է, որ իրան կերակրես։ Ինչ պիտի անես, ընդամենը կտրի քեզանից, այս բերել ես, հանի մեջից շպրտի այդ բամբասանքը, այդ քննարկելը։ Հաջորդ բանը, ինչ որ կարա ունի թշնամին, ինքը կարա քեզ հագցնի ակնոցներ, ես մի փոքր խոսել եմ այս մասին։ Այս վերջերս սենց Facebook-ը թերթում է Լիզայևի մի պնդում եկավ, ուզում եմ խոսամ այդ մասին։ Այս իմ միտքը չի, բայց ես նենց կզարդարեմ, որ դուք իմ մտքի պես կընդունեք իրան։ Ասում եմ մեծագույն խնդիրը սատանայի, ոչ թե սատանայի, եկեղեցու այն է, որ սատանան հագցնում է որոշ քույրերի, եղբայրների նեգատիվ ակնոցներ, ու իրանք ոչ մի դրական բան դրանից հետո չեն տեսնում եկեղեցում։ Ամեն ինչ նորմալ էր, քո հետ, մեր հետ, ամեն ինչ նորմալ էր, մինչև դու թույլ չտվեցիր, որ թշնամին քեզ հագցնի նեգատիվի ակնոցները։ Եվ որ դու հագած ես նեգատիվի ակնոցները 100 հոգանոց դալիճում դու տեսնում ես, որ եկեղեցին քանդվում է։ Եվ որ դու հագած ես նեգատիվի ակնոցները, դու օրհնությունը չես տեսնում։ Եվ որ դու հագած ես նեգատիվի ակնոցները, երբ որ խոսվում է տասանորդի մասին, դու փոխանակ տեսնես, որ ուզում են, որ դու օրհնվես, դու տեսնում ես, որ քեզանից ուզում են տանել։ Եվ որ դու հագած ես նեգատիվի ակնոցները, այս քարոզը հենց հիմա ես ինչ խոսում եմ, դու կհամարես նամյոկ, ոչ թե որ հովիվը քարոզում է խոսք, որ ես փոխվեմ։ Մինչև սատանան հագցնի նեգատիվի ակնոցներ ոմանց, ինքը չի կարա քանդի եկեղեցին։ Մինչև սատանան չհագցնի նեգատիվի ակնոցներ ամուսնուն կնոջը ամուսնու հանդեպ ինքը չի կարա քանդի ընտանիքը։ Ու այն ընտանիքը, որ սիրով ամուսնացել է, նեգատիվի ակնոցների ներքո արդեն ասում է դու իմ սաղ կյանքը փչացրիր, այն էլ ասում է դու իմ սաղ կյանքը փչացրիր։ Այն մարդիկ, որ հավաքվել են տեսիլքի շուրջ, առանց այս ակնոցների, կառուցում են, հանկարծ ինչ որ մեկը այս ակնոցների ներքո սկսում է փչացնել։ Ինչ ենք անում այսօր, հանում ու դեն ենք շպրտում։ Սիրելիներս, ամեն մարդու մեջ չկա տենց մարդ, բացի Հիսուսից, որ իր մեջ վատ բնավորության գծեր չկան։ Ցարցը այն է, ինչի վրա է ուղղված քո հայացքը։ Որտեղ ես ուղղել քո հայացքը, տեսնելու վատը Աստծո տան մեջ, թե տեսնելու լավը։
Էլ ինչ ունենք մենք մեր պայուսակի մեջ, թարլանակնոսն ես ճարտվա։ Գոնե մի անեք, հա, գոնե մի աչքով նայեք ճիշտ։ Եկը հելավ։ Իրականում մենք գալիս ենք դատարկ երբեմն, հա։ Ու մենք գալիս ենք Էլ-Բեթելից վերցնելով, մենք վերցնում ենք, քաշում ենք, չգիտեմ, ստեղ պարտադիր չի ջուր, դուք բոլորդ գիտեք, չէ ոնց են սրսկում։ Ու նայում ես, վերցրել է, ընտիր բան է վերցրել, մարդկա ծիծաղում է, որտեվ գիտի ու փախել է սաղ կյանքը այդ շպրիցից, ու գիտեք, չէ, հիմնականում տղերքն են թռնում սրսկվելուց։ Հո ես վախում եմ, դողում է, ասենք, ես դուխ տղա եմ, բայց վախում եմ։ Ես ուզում եմ այսօր խոսեմ ինչպես չենք կառուցում, որպեսզի ամբողջ տարին մենք միասին կառուցենք։ Ու ես չեմ ուզում լինի այնպես, որ կառուցողը միայն փառաբանության խումբն է, միայն Հովիվն է, միայն Գեղամն է, միայն Արտուրն է։ Ես ուզում եմ, երբ որ Գեղամը կառուցում է, դու տեղից իր հետ կառուցես։ Երբ որ ես կառուցում եմ, դու տեղից կառուցես։ Երբ որ մենք իրար հետ կառուցում ենք, տնային խմբակի ավակները, թևերները կշտած կպնեն ու իրար հետ կառուցենք եկեղեցին։ Ամեն մեկը իր տեղում, ինչ որ մեկը Էջմիածնում, ինչ որ մեկը Վեդիում, ինչ որ մեկը Արևշատում, ինչ որ մեկը Երևանում տարբեր տեղեր միասին կառուցենք։ Ամեն։ Դուք չեք նայում մենք ինչպես են կառուցում, մենք իրար հետ ենք կառուցում, բայց կտրենք սկզբից այն ձևերը ինչպես չենք կառուցում, որպեսզի կարողանանք իրար հետ արքայության ձևով կառուցենք։ Ու հաճախ դու գալիս ես Դու էսպրիչն ես, ոչ թե սպրիչով։ Դու մեկն ես ով գալիս վերցնում է ու տանում է, որ ինչ-որ մեկին փոխանցի։ Ու հաճախ մենք նման ենք այս ներարկիչին։ Մենք գալիս քաշում ենք, գալիս վերցնում ենք լավա, վերցնում ենք խոսքը, վերցնում ենք օրհնությունը, վերցնում ենք հոգին։ Բայց եթե մենք թույլ տանք, որ այս ասեղի ծայրին մի փոքր վիրուս լինի, մի փոքր խնդիր լինի, դե ոչինչ լավ, ես էլ իմ խնդիրով եմ եկել, դե ոչինչ ես մի բանից էլ չապաշխարեմ, ինչ կլինի, որ ես շնորհքի տակ եմ, դե ոչինչ Աստծո ուղը մի կողմ դրած ես համ ուզում եմ ծառայեմ, համ էլ ձեռի հետ տենց խոսում եմ բան եմ անում, ու այս բոլոր դե ոչինչները, որ քո ասեղի ծայրին են, երբ որ դու ներարկես նույնիսկ Աստծո խոսքը, նույնիսկ լավ բան ինչ որ մեկի մեջ, դու հետևել ես տալու։ Ու մի կողմից դու օգնելու ես, մի կողմից դու վնասելու ես։ Դրա համար այսօր ցանկացած վիրավորանք, ցանկացած մեղադրանք, ցանկացած նեգատիվի հակում, ցանկացած տեսնել միայն խնդիրը, մի կողմ պիտի դնենք իրար հետ սիրելի եկեղեցի ու կենտրոնանանք, ոնց որ Նեհեմիան կառուցում էր Պարիսպը։ Սա շատ լուրջ խորհուրդ է Աստծո արքայության կառուցման, այնպես ես ու դու կառուցենք։ Ոնց որ մի ձեռքում սուրն էր, մյուս ձեռքում կառուցման գործիքը, այնպես էլ մեր մի ձեռքում լինի Աստծո խոսքը, մյուս ձեռքում են ծառայությունը ինչ պիտի անենք։ Մենք պիտի հասկանանք, մեր պայքարը իրար հետ չի, մեր պայքարը թշնամու հետ է։ Ցանկացած մեկը, ով կդադարի պայքարը հետ ու կպայքարի իր քրոջ ու եղբոր հետ, ինքը արդեն պարտված է։ Դավիթ էս ամենը հասկանում էր, դրա համար մինչև Գողիաթին հասնելը, երբ որ Եղիաբը իրան ծաղրեց, ով ես դու այդ փսլնքոտ, եկել ես քեզ ցույց տաս, ինքը իր եղբոր հետ։ Եթե ինքը պայքարեր Եղիաբի հետ իր մեծ եղբոր հետ, ինքը կպարտվեր Գողիաթից։ Մեր պատերազմը մեր եղբայրների ու քույրերի հետ չի, մեր պատերազմը թշնամու հետ է, սրա համար եթե դու եկել ես այս վայնի տրամադրությամբ, որ թևերդ քշտես ու ինչ որ մեկի հետ պայքարես, այսօր դա դու դնելու ես մի կողմ, որտև Տիրոջ կամքը Աստծո տան մեջ միաբանությունն ու խաղաղությունն է։ Աստծո խոսքը ասում է, եթե մի տուն իր մեջ բաժանում ունենաք քանդվի, այսօր մենք մի կողմ ենք գնում և դա արքայության կառուցումն է։
Ամեն։ Մենք ուրիշ կողմ չունենք գնալու, սիրելիներ։ Երբ որ մենք նոր ընդունել ենք Եղեգնաձորը, նույնիսկ մեզ չէին օծել դեռ հովիվ, այստեղ Եղեգնաձորից մարդ կա։ Անունը չեմ տա, որ Եղեգնաձոր գնալուց չքարկոծեն քեզ։ Քո անունը չեմ տա, որ Ռաստով գնալուց քեզ չքարկոծեն։ Մեզ Աստված մի տեսիլք ցույց տվեց։ Միգուցե ես պատմել եմ այս մասին, բայց այնքան հարմար ժամանակ կա, որ մի անգամ էլ պատմեմ։ Ծառայության ժամանակ բոլորը, եթե չեմ սխալվում, երկրպագություն էր, սարնեն երկրպագում էր, բեմում էին։ Ու մեզ Աստված մի տեսիլք ցույց տվեց, որ մարդիկ երկրպագում կանգնած եկեղեցում, մի քիչ մեծ էր ավելի եկեղեցին, դահլիճը։ Ու ամեն մեկի գլխին վզին նստած էր մի հատ փոքր դևիկ, ոտերը ստեղ գցած, նստած ու ամեն մեկի հայացքը այս դևիկը ուղղում էր իր կողքինի վրա ու ցույց էր տալի իր սխալները։ Նրա դևիկը, նրա հայացքը ուղղում էր իր վրա ու ցույց էր տալի իր սխալները։ Ու այսպես Աստծո ժողովուրդը կենտրոնանալով իրար սխալների վրա չէին տեսնում իրանց իրական թշնամուն։ Այսօր սատանայի խնդիրը կայանում է նրանում, որ ինքը մեկին ցույց տա մեկի սխալները, մեկին տրամադրի մեկի դեմ, որ իրական պատկերը չերևա, որ ինքն է բանսարկուն։ Ամեն։ Մենք չունենք ուրիշ պայքար ու պատերազմ, մենք չունենք ուրիշ թշնամի։ Միակ թշնամին սատանան է, ով իմ ու քո ոտերի տակ է։ Երբ որ ինքը գալիս է, որպեսզի քեզ ցույց տա քո քրոջ ու քո եղբոր սխալը, դու պիտի ասես հետից գնա սատանա, որտև իրա մեջ ես տեսնում եմ Հիսուսին։ Հալելույա։ Սա կառուցելը։ Ու միգուցե 3 տարի մի քիչ մենք կառուցելով եկել ենք, բայց այս տարի մենք միաբան, միասին, մի կողմի վրա, ոնց որ Հովել մարգարեն ասում, բոլորը կանգնած, ամեն մեկը նայում է իր դիմաց, ամեն մեկի ձեռքին սուր, ու ամեն մեկը գիտի ինչ պիտի անի։ Ոչ թե նայում են իրար կողք, որ իրար վնասեն, այլ իրար թև ու թիկունք, իրար կողք կանգնած, իրար դիմաց նայելով, ջախջախելով առաջ են գնում։ Ում շահերից է բխում, որ Աստծո ժողովուրդը իրար վրա կենտրոնանա իրար սխալները տեսնելու։ Թշնամու։ Ու եթե մենք բերել ենք որոշ շինանյութեր մեր հետ, այս մեր ուսապարկի մեջ, որը որ հարմար չի, էլ բեթել են։ Եկեք թափենք այսօր այդ շինանյութները ընտրներ են կոմը։ Եթե մենք բերել ենք շինանյութ, որը որ մեզ է ուզում ցույց տա, ոչ թե արքայություն ենք կառուցում, այլ մեզ ենք կառուցում։ 3 բան կա կառուցելու։ Մեկը արքայություն է կառուցում, մեկը ծառայություն է կառուցում, մեկը իրան է կառուցում։ Այսինքն ստեղ ուզում եմ ես երևամ, ընդեղ իմ ծառայությունը, իսկ ընդեղ Հիսուսը։ Եկեք այդ ամեն ինչը թողենք այս դռների հետևում։ Եկեք իրականում այնպես ծառայենք, որ ոչ թե մենք երևանք, այլ Տերը երևա։ Իր արքայությունը, անցած ծառայությանը, ճիշտն ասած ես նստած եմ այստեղից էլ բեթել, այնքան նստած նենց են նեղում, ասում եմ Տեր ավելի շատ եկեղեցու անունն են տալի, քան թե քո անունը։ Ես դրա համար դուրս եկա ապաշխարեցի դրա համար։ Լավ է, որ մենք գիտենք մենք ով ենք, լավ է, որ մենք գիտենք, որ մենք էլ բեթելի մասնիկ ենք։ Բայց երբեմն պետք է Տիրոջ անունը ավելի շատ բարձրացնենք, քան էլ բեթելը։ Ամեն։ Հալելույա։ Ինչի վրա ես կառուցում։ Լավ, ինչպես չենք կառուցում, հիմա հարց, ինչի վրա ենք կառուցում։ Տեր Հիսուսը պատմա Մատթեոս 7:24։ Արդ ամեն ոք, որ լսում է իմ խոսքերը ու կատարում։ Նրան նմանեցնեմ մի մարդու, ով իր տունը կառուցում է ժայռ վրա։ Ամեն ոք, ով լսում է իմ խոսքերը ու չի կատարում,
Նրան նմանեցնեմ մի մարդու, ով իր տունը կառուցում ավազի։ Հիմա ինչի վրա ենք կառուցում։ Այդ որ խոսքերի մասին է։ 7-ի սկզբից ասում է. մի դատիր, այն ինչ ուզում ես, որ դիմացինդ քեզանի դու արա դիմացինիդ, նեղ դռնով մտիր, ամեն ծառիրա պտղից է ճանաչվում, ոչ թե ամեն ինչ տերասողը կմտնի, երկնքի արքայություն։ Տեր Հիսուսը 5, 6, 7 Մատթեոս խոսում է լեռան քարոզ։ Հետո 7-ի ամենավերջում, երբ որ լեռան քարոզը ավարտում է, ասում է ով իմ այս խոսքերը լսեց 5-ից մինչև 7-ի 24-ը ու կատարեց, այլ ինքն է իր տունը սարքում ժայռի վրա։ Ինչ ենք մենք սարքում ու որտեղ ենք սարքում, եթե ես կառուցում եմ Աստծո խոսքի վրա, իմ կառույցը հավիտենական է։ Եթե ես մի կողմ եմ դնում խոսքը, մի դատիր, երանիները, ոսկի կանոնը, ով է մեծը, պտուղը, որ ավելի կարևոր է, քան ծառայությունը, բնավորությունը, որ ավելի կարևոր է, քան պարգևը, ու կառուցում եմ, ես կառուցում եմ ավազի վրա։ Ու Տերը ասում է, նա, ով կառուցում է ավազի վրա, պիտի իմանա, որ քանդվելու է իր կառույցը։ Սրա համար, սիրելիներ, եկեք այսօր կենտրոնում պահենք այն խոսքը, որ Տերը ասում է, եւ ամեն ոք, ով լսում է իմ այս խոսքերը ու դրանք կատարում է, կնմանեցնեմ մի մարդու, ով կառուցում է։ Եկեք այսօր ամեն մեկս ոչ թե լինենք խոսքը լսող ու չանող, այլ լսող, կատարող ու այդ խոսքի վրա կառուցող։ Հալելույա։ Առաջի Կորինթացիս 3:10 Աստծո ես ավարտում եմ կամաց։ Աստծո ինձ տրված շնորհքի համաձայն իմաստուն ճարտարապետի պես հիմք գցեցի, բայց ուրիշն է կառուցում նրա վրա։ Թող ամեն մեկը զգուշ լինի, թե ինչպես է կառուցում։ Որտեղ ենք կառուցում խոսքի վրա, որտեղ չենք կառուցում։ Եթե ես Տիրոջ խոսքը լսող ու այդ խոսքին հնազանդվող չեմ, Տիրոջ խոսքը, Հիսուսի խոսքը, գրված խոսքը, ավետարանը, լոգոսը, իմ կառուցածը քանդվելու է։ Եթե իմ համար Աստծո խոսքը հեղինակություն չի, իմ կառուցածը Այսօր ես խրախուսում եմ քեզ, սիրելի քույր եղբայր, որ այն ամենից բացի, որ մի կողմ ես դրել, մի կողմ ես դնելու այն ինչ որ հետդ բերել ես ու արքայությունը չի կառուցում, որոշում կայացնես, լինես խոսքը լսող ու կատարող։ Ամեն։ Երկրորդ բանը, ինչպես ենք կառուցում, ամեն մեկը թող զգույշ լինի։ Երրորդ բանը, արդյոք դու մեկն ես, որ Տերը կարա կառուցի քո վրա։ Ես էլ քեզ ասում եմ Մատթեոս 16:18, որ դու Պետրոսն ես եւ այդ բեմի վրա կկառուցեմ իմ եկեղեցին ու դժոխքի դռները չի կարող հաղթել։ Դու կասես, հով ջան, դե Պետրոսին է ասե։ Իսկ արդյոք Տերը քեզ կարա ասի այս խոսքերը։ Արդյոք դու Աստծո համար վեմ ես, թե դեռ Սիմոն ես։ Արդյոք Աստված քեզ կարա վստահիր եկեղեցու կառույցը։ Ես քեզ հարց եմ տալի, չեմ ուզում պատասխան լսեմ, ես ուզում եմ դու մտածես։ Արդյոք դու Սյուն ես եկեղեցում, թե ամեն քամիներից տարուբերվող Սիմոն ես։ Արդյոք դու մեկն ես, ով դժվարության մեջ թևերը քշտած լուծում է դժվարությունը, թե դու մեկն ես, ով դժվարության մեջ չկա։ Արդյոք դու մեկն ես, որ մթնոլորտ ես փոխում, թե դու մեկն ես, որ մթնոլորտին ենթարկվում ես։ Սիմոնը սա տատանվող մեկն է, Պետրոսը սա ժայռը, ու ինչպես ես ու դու մեր տունը կառուցում ենք Հիսուս ժայռի վրա, այդպես էլ Աստված իր տունը կառուցում է Պետրոս ժայռի վրա։
Այս մեծ հայտնությունն է։ Ինչպես ես ու դու մեր տունը կառուցում ենք Հիսուս ժայռի վրա, այդպես էլ Աստված իր տունը կառուցում է Պետրոս ժայռի վրա։ Ու սրա համար մեզ պետք է ոչ թե ինչ-որ բան անենք արհեստական, այլ դառնանք Պետրոս ու Աստված ավտոմատ իր տունը կկառուցի մեր վրա։ Մեզ պետք է հասկանամ ով եմ ես այս տան մեջ, ինչ եմ անում ես, որ մասնիկն եմ ես ստեղի տղա եմ, թե ստեղի տղա չեմ։ Գիտեք, աշխատանքի վայրում երբ որ խնդիրներ ա լինում, մենք կարանք փոխենք մեր աշխատանքը։ Այդպես է թե չէ։ Ես աշխատանք եմ փոխել մի քանի, բայց երբ որ քո տանը խնդիրներ ա լինում, դու քո տունը չես կարա փոխես։ Դու չես ասում, դե ես խնդիր ունեմ իմ կնոջ հետ, ես փոխում եմ, գնամ հլը տենամ ավելի լավ կին, այս հարվանի սիրունա, հետևից թավայով գալու է, ու երեսըտ տապակի, են թավի հետև են մեղվի պետակի են ֆորմեն անթունելու կյապերով, 8 անկյուն։ Ես ուզում եմ, դու լսում ես ինձ, ես ուզում եմ դու ինձ լսես, եթե դու տան երեխա ես, դու փոխում ես իրավիճակը։ Գիտեք քանիսն են գնացել։ Ու գիտեք ինչի իմ սիրտը չի ցամ, որտեվ իրանք տան չեն եղել։ Հիսուսը ասում է նա ով իմն է մնում է։ Տան տղեն, տան աղջիկը մնում է։ Տան աղջիկը խնդրի ժամանակ թևերը քշտում է ու սկսում է ամանները լվալ, բոլերը մաքրել։ Տան տղեն խնդրի ժամանակ վերցնում է մուրճը ու մեղը ու սկսում է սարքել։ Ամեն։ Ու ոնց որ քիչ ամեններ կան։ Ու տնեցիք ասեցին ամեն։ Բա մենք ընտանիք ենք։ Գիտեք, սրա մեջ էլի բաներ կա, բայց չեմ ուզում հանեմ։ Սեմի խաղալիքներն եմ բերել, ամեն խաղալիք մի խորհուրդ ունի։ Օրինակ ոմանք ուզում են, եթե իրանց հետ բերել են այն հին տեղից, ոչ թե հոգուսուրը, այլ կաթի շիշը, երբ որ հոգևոր պատերազմ ա լինում, ձեռը տանում ա, որ հանի տենում ա սուրճի շիշը, կաթի շիշ։ Շատ բաներ կա սիրելիներս, որ մենք այսօր պիտի թողենք են դռների հետևում։ Շատ մտածելակերպի ձևեր կա, որ մենք պիտի թողենք ընդեղ։ Զոհի մտածելակերպով։ Դա նույնպես կերակրվում է, ինչպես բամբասանքն է կերակրվում, պիտի կերակրվի, ինքը պահանջում է, այդպես զոհի մտածելակերպ։ Ինձ ոչ ոք չի հասկանում։ Ու այս ամենը մենք թողելու ենք այսօր ընդեղ։ Ու մենք որոշելու ենք իրար հետ կառուցենք։ Գալիս եք իմ հետ։ Իրար հետ գնում ենք առաջ։ 4 որակ, որից կխոսեմ հաջորդ ծառայությունների ընթացքում։ Բայց ուզում եմ կարդամ։ Ելից 18:21 Բայց դու ամբողջ ժողովրդից ընտրիր, կարող, իմացող, իրագործը հասկացող, աստվածավախ, Աստծու երկյուղ ունեցող, հավատարիմ, ագահություն ատող մարդիկ ու իրանց ծառայություն դեր։ Հաջորդ ծառայությունների ընթացքում մենք խոսենք այս 4 որակներից, սիրելիներս։ Կարող, պարգևաշատ, պատկերացնում եք, ստեղ ես երգեմ։ Կցրվի, չէ եկեղեցին։ Պիտի կարող լինի, չէ այս մարդը։ Կամ այն մի ծառայողը, կամ ընդեղ, դաժե Գուրգենի տեղը ես չեմ կարա։ Փառք Հիսուսին, որ եկեղեցում սաղ վարոչ են։ Ամեն։ Ամեն մեկը, օրինակ, ես չեմ կարա երեխեքին ծառայեմ։ Ու կարող է մի անգամ կանամ, հետո կասեն կլինի էլ հովը մեզ չծառայել։ Բայց ինչ լավ է, որ մենք ունենք ընդեղ կարող մարդիկ։ Բայց գիտեք խնդիրը որն է, որ մենք վերցնում ենք միայն կարողը,
ասում ենք ես կարամ հա այս հերիք է։ Աստղոսքը ասում է, որ հերիք չի։ Ասում է պարգևը ունենալուց բացի քեզ պետքա նաև 3 որակ, որպեսզի դու կարողանաս կառուցես արքայությունը։ Հավատարիմ, ագահություն ատող, Աստծո երկյուղը ունեցող։ Ու մենք հաջորդ ծառայությունների ընթացքում կխոսենք այս պարգևների, որակներից, ամեն։ Եկեք իրար հետ աղոթ կանենք, սիրելիներ, եկեք իրար հետ որոշման աղոթ կանենք, քայլ անենք, մենք մի հատ մարգարեական ակտ ենք անելու իրար հետ, մենք քայլ ենք անելու առաջ մեր տեղից, մենք որոշ բաներ այսօր թողելու ենք այն դռների հետևում, ասելու ենք, այն ինչ բերել ենք, մեզ պետք չի, միգուցե դու գիտեք, որոշ բաներ մեր համար սովորույթներ է դառնում, սովորական է դառնում, ու մենք մտածում ենք, այդ նորմալ է։ Ու մենք մտածում ենք, այս նորմալ է։ Երբ որ ես նույն բանը հարատև անում եմ, ինձ թվում է այս նորմալ է, բայց այդ նորմալ չի։ Ուղղակի Աստված համբերում է։ Այսօր ուզում եմ մենք զոհաբերությունը հավաքենք մի հատ դուր ինձ ծառայության վերջում ու հետո իրար հետ կերկրպագենք ու կաղոթենք։ Այսօր ուզում եմ այս ագահությունը ատողի քայլը անես հիմա մինչև խոսքը լսելը։ Միշտ սենց է, չէ՞, խոսքը լսեմ, քայլս անեմ։ Արա այսօր քայլ արա մինչև խոսքը։ Ինչ է ագահությունը, երբ որ ես մենակ իմ մասին եմ մտածում։ Գիտես ինչ կարևոր բան է, երբ որ ես բացի ինձնից նաև հասկանում եմ, որ ես եկեղեցու մի մաս եմ։ Ու այդ քայլ է։ Այսօր էլ թող ծառայության վերջում լինի ֆինանսը։ Մինչև կհավաքեք, ուզում եմ ամփոփեմ խոսքը ու իրար հետ աղոթ կանենք։ Ինչպես չենք կառուցում այն ամենով, ինչ որ քո հետ բերել ես։ Քննարկում, ինչ որ մեկին դնել վերցնել, սխալ սրտով չենք կառուցում, նույնիսկ եթե լավ է ստացվում, չենք կառուցում։ Այն ամեն ինչ որ խանգարում է քեզ թող դռների հետևում։ Ինչպես չենք կառուցում, մեր սրտում վիրավորանք ինչ որ մեկի հանդեպ, եթե բերել ենք, սա այն ասեղն է, որը որ վնասված է։ Հաստատ քո բոլոր գործողությունների մեջ է սերևալու է։ Ինչպես չենք կառուցում այն ակնոցներով, որ թշնամին է հագցրել, նեգատիվ ակնոցներով։ Գիտեք, նեգատիվ մտածելակերպը ամեն բանի մեջ ինքը վատն է տեսնում։ Ամեն քայլի մեջ վատն է, դու լավն ես անում, ինքը վատն է տեսնում։ Ինչ ենք անում այսօր։ Թողում ենք դռների հետևում։ Ինչպես ենք կառուցում, հիմքում ունենալով խոսքը, Հիսուսի խոսքերը, Աստծո խոսքը կարևորելով, ինչպես ենք կառուցում, իր ներկայությամբ ենք կառուցում։ Ինչպես ենք կառուցում, Աստծո երկյուղով ենք կառուցում։ Ագահությունը ատելով ենք կառուցում, մեր պարգևով ենք կառուցում։ Ամեն։ Մի օր մի հովվի հետ խոսում էի 3-րդ հովվից հեռախոսով։ Այս ասեմ ու իրար հետ աղոթենք ու կերկրպագենք Աստծուն։ Ու քննարկում ենք 3-րդ հովվին։
լավ աղոթել էի, լծված, ոնց որ զանգեց, խոսացինք, մեկ էլ զգում եմ, ոնց Աստծո ներկայությունը պարզ, ոնց շորը կհանեն քո վրայից, ոնց Աստծո ներկայությունը գնում, սենց ու ասի հոպ, էլ դադարի խոսալ, բայց ասում եմ, ես ճիշտ բան եմ ասում, դադարի դու իրա մեջքի հետևից ես խոսում, են մարդ ում հետ խոսում է իմ ընկերներ, հիմա էլ իմ ընկերը չի, որտև տենց քայլեր շատ արեց, այդ ժամանակ իմ ընկերներ, են մեկ ումից խոսում ենք, ընդհանրապես մեզ ընկեր չէր, բայց կապ չունի, Եվ որ դու կենտրոնացած ես երկնքի վրա, դու չես ուզի կորցնես երկինքը, դու չես ուզի, ես ուզում եմ այսօր քո կենտրոնացումը ամեն ես ամենից, ես շպրտին դեղ ես քեզ պետք չի, վերցնես ու տնես երկնքի վրա, ես քո ներկայությունն եմ ուզում, ես չեմ ուզում իրան կորցնեմ, իմ մոտ եղելա, գնումա, նենց չի որ կատեր, ասելա հավիցյան քո հետ կլնեմ, դու էլ չես զգում, ում մոտ է եղել, գիտեք, ես չեմ ուզում նենց բան անեմ, որ դա լինի, ես քեզ եմ ուզում, ես քո ներկայությունն եմ ուզում, ես արքայության մթնոլորտն եմ ուզում, ավելին քան ինչ որ բան, ես ես եմ ուզում գասայի Աստծո երկյուղը, ամեն, Տեր Հիսուս, Տեր Հիսուս, դու ասում ես ես չեմ անում այն ինչ որ չեմ տեսնում որ հայրն անում, դու տեսնում ես, դու լսում ես ու տեսնում ես ինչա հայրը անում ու նույնն է իր անում երկրի վրա, Ես աղոթում եմ ամեն մեկի համար ովքեր այսօր եկեղեցում են Տեր, ես աղոթում եմ որ քո երկյուղը գա մեր վրա Տեր, որ քո երկյուղը գա եկեղեցու վրա Տեր իմ արքա, որ մենք կենտրոնանանք քո ներկայությունը վայելելու վրա Տեր, ամեն անտարբերություն քո ներկայության ու քո խոսքին ես հանդիմանում եմ Հիսուսի անունով, թող ամեն անտարբերություն քո խոսքի ճշմարտության ու հեղինակության վրա, քո ներկայության վրա հենց հիմա կանգնի Հիսուսի անունով, թող ամեն մեղքի շղթաներ քանդվեն Հիսուս Քրիստոսի անունով, ու թող քո ներկայությունը հոսի, թող քո ներկայությունը լինի մեր փափագը, մեր ցանկությունը, թող մեր կենտրոնացումը լինի քո ներկայությունն ու քո խոսքը Տեր, ամեն ինչ որ բերել ենք մեր հետ, որը որ չի կառուցում քո արքայությունը, աղոթում եմ որ այսօր ցույց տաս իմ քույրերին, եղբայրներին, որ իրանք թողեն դրան մյուս կողմում դա, ամեն ակնոց, ամեն նեգատիվ, Տեր այսօր հանիր ամեն մեկի աչքերից ամեն ակնոց, այսօր ամեն ասեղ, քո արյամբ մաքրիր Տեր, թող քո արյունը մաքրի ամեն սիրտ, ամեն հայացք, ամեն աչք, ամեն տեսողություն, սորացրամ ես Տեր, աչքի երևույթով չդատել, գիտես միգուցե ինչ որ մեկը քո քույրերից, քո եղբայրներից կամ ես միգուցե անցնեմ քո կողքով ու չբարևեմ, խոսք ասում աչքի երևույթով մի դատի, դու չգիտես ես ինչի միջով եմ անցնում, դու չգիտես ես ինչ ճանապարհով եմ հիմա անցնում, կամ քո քույրը, կամ քո եղբայրը, դրա համար եղեք հոգու մարդ, մի դատեք մարդկանց աչքի երևույթով իրանց արարքների համար, եղեք ավելի խորը,
Դուք ձեր փոքր խնդիրով չգիտեք ինքը ինչ պայքարների մեջ է։ Եղեք ավելի խորը, ավելի զգայուն։ Ու թույլ տվեք, որ այս երկրպագության ընթացքում Տերը կպնի ձեր սրտին։ Տերը հանի ձեր ակնոցները։ Տերը հանի բոլոր այն ավելորդ բաները, ինչ որ բերել եք։ Ու թողեք ընդեղ ու գնացեք տուն ազատ, որպեսզի հաջորդ ծառայություններին սովորանք իրար հետ կառուցել։